Ես սիրում եմ, որ մեր պատվալ եմ Նազիր ջան, սաղ բոլելի, աղջիկս որ գալիս ասում, մերա ոնց որ պատվալդ բոշացած էլի քիչ, էլատ չկա դիտո, ասեմ չէ։ Պաների բոշկեքնա, են հալած յուղերնա, նա թարեքի տակին կաստուլ կեքով։ Ես էդ զուա փագոցնիա թենց էլի Ազիզ ջան։ Ազիզ ջան։ Ես տառը ջրերը դնում եմ մեջը, որ ջուրը չտքան աղու ջրերը։ Ազիզ ջան։ Մինչև մառանի դարակներն ամենաբազմազան տեսակի ու լույսերի տակ, երբ ներանգին տվող պահածոների ապակիների փայլերը ինքնաթոր, գինու ու օղու, տնական մյուս բարիքների առատությունից չպայթեն, Պետի կտոր նվարդը գլուխը հանգիստ բարձին չի դնի։ Ինչ անի, ինչ չանի, ինչքան էլ հանդիմանեն, ինչքան էլ համոզեն, թե շատ մի չարչարվի լավ ու ապահով ապրելու, այդ ձև չգիտի, եւ ինչպես ասում է ջանը քոս է ընկնում, թե մի բան պակասում է, մի բան քչություն է անում։ Մեռնի կտրի էլ հոգնած լինի, թե անառողջ ձեռքերը պիտի կոշտանան, ստեղծեն, տունն ու դուռը պիտի լիքը լինի։ Մառանի ձատ նվարդը աշխատանքային, այլ ու գուցե ավելի կարևոր ճակատել ունի։ Ունեցածը մի կով է, որ սար է ուղարկել, բայց ինքն արդեն հասցրել է այստեղ ձմեռվա խոտի պաշարը կամաց լրացնել, մի վայրկյան անգամ նեղություն չտալով Էդիկին։ Նա ինձ նման ծանր աշխատանքի սովոր չէ, ասում է ազնվական մարդ է, ինչպես ասում են հարազատների բռուն պահած, այնպես որ խոթունձնել է ինքնանում, օղի քաշելն էլ մի խոսքով տղամարդկային շատ գործ էր։ Բայց հնձեմ ոչ էլի, որ Կարինեն չտենացավ է տարել։ Գիտի որ հնձեմ եմ, բայց որ իս խոսում ասմա մի տուժվի։ Գով շատ չենք պայմ, ես չեմ կարեմ կթեմ, էդ մի բանը չկա ինձանեմ։ Կթվոր չեմ, ստից էդ մի կովին յոլա եմ տանեմ, ծավըտ տան է։ Էդ էլ երեխեքը վերներուս խոսում են, ասում են պետքը չի մամ ջան, ինչներ ուտա պետքը տուժվիլ մեկ, չարվիլ մեկ, բայց դե անեմ եմ Ազիզ ջան։ Հայ ես փլանն եկավ խոտը հնձեց, հայ են փլանն եկավ հակավորեց, այն փլանը բեռնատարով տեղափոխեց, այն մեկելներին էլ տուն կանչեց ու սեղան բացեց որպես շնորհակալություն։ Ասում է այդպես գաղտնի է պահել քաղաքում ապրող աղջիկներից, թե անասնախոտի հետ գործ չունի։ Գաղտնիքը պահել ու հիմա մեր միջոցով ոնց որ բացահայտվելու է։ Աղջիկների հանդիմանանք սուտը բացվելու է, բայց ինչ անի, աղջիկներին ջանուղուր բան կանի, մի կերպ գործը կհարթի կգնա։ Սրում ես։ Ազիզ ջան, ձեր խաթեր մի ծոր կգնամ, ինչ անեմ։ Մեմեն, որ թակում ոնց ես անում, որ չիմանա աղջիկը։ Թակում ասում եմ Սարոն մի տղա կա էլի, ասում եմ նա եկավ հնձեց, նա եկավ արավ, գալիս էլ են էլի։ Բա ոնց է պապը չի անում։ Չէ, պապն արածել չի Ազիզ ջան։ Այն վաղ կեսրը սարել, թակավոր կեսր արաս, Ազիզ ջան, աշխատասեր, առաջավոր, համագումարի պատգամավոր, գերագույն բանի գնացել է, նվերներով, ժամացույցներով, գրքերով, ամեն ինչով, 7 մարդու աշխատանք է, մի օրը ով որ մի աշխոր էլ չի կարացել են վաղտանի, ինքը 10 աշխոր արել։ Ողորմածիկ սկեսրայրը, որ ասում է ոսկի մարդ էր, նվարդի արևով է երդվել, ամբողջ աղեկը վկա, մեռնելուց առաջ էլ պատվիրան է տվել նվարդին ու ասել, որ իր օջախը շեմ պահի, որ տունն ու դուռը միշտ առատությունից տրաքի, որ իր հեռանալուց հետո համագյուղացիների տնազին չարժանանան։ Սիրված հարցն էլ պապին խոսք է տվել ու իր խոսքը պահել, համ պատվիրանն է պահում, համ էլ նկատել է պարապ նստեց, 1000 ու մի ցավի տեր կդառնա։ Պապը սենց ազատ անկախ Հայաստան սվորել է, ազատ անկախ Հայաստան էլ ապրեմա ցավը տարել։ Այն վաղտել է, իր հերը, իր երեխեքին շատ լավ է պահել մեր պապը, քեզ ասեմ։ Տալներիս էլ մի հատ տեքր եմ ունեցել Ռուսաստանա մահացել է։ Սրանց բանի գլխու չի դրել, ինքնա բոլորը արել, առավոտը հել մեի ես ման չէի, որ տենեի պապը ղազմա տալի կարտոլը, ասեմ երկեղը,
կնանիքն են անը, մեզ պապն ես խիա գնացել, գնեի խազմ են վերունեի ասենք, օգնեի ասեր, բրախի բալիկ ջան գնատում ես կանեմ, այս սենց է, կիսուրիս էլա շատ լավ պահել ա ինքը, հա, Գեղումը կնանիքն են սաղ գեղի կնանիքն են վաղ թութունները մը բանեմ աշխատելու սենել էլ ազիզ ջան միենձա կնանիքը, բայց իմ կեսուրը խանում խաթում էր, իմ պատրոնն ասել ա կյանքım ես իմ կնգանը թութունը չեմ ղրգի, որ գնա թութունըմ նշխատի։ Այս ցորնի պահես տաստից բերքը բերում ենք լցնում ենք ըստի ցորենը։ Հա, ցորեն էլ եք ցանում։ Ոյ հիմի 2 հեկտար ու կես ցանել ենք։ Բա ոնց։ Թոշակառու այս ոտը։ Բա մեր ֆողերը ինչ անենք։ Սեփականաշնորած հողա ցավը տանեմ ոնց թողանք անտերական։ Կարտոշկեն ցանել ենք, կուկուրուզը ցանել ենք, ցորենը ցանածա, լրիվ ընտիր դաշտերը մշակած, մնում է հիմի երևի տոթի մի հատ էլ դեղ կտանք ու կպրծնենք, մինել այդ օգոստոսին կսկսենք հանիլը։ Դե ձեր տարիքում շատերն ասում են արդեն հոգնել ենք, պիտի հանգստանանք, թոշակի ենք անցել։ Ազիզ, որ օրը նստեմ ես, էքսյորը հիվնդանը պես ցավը տանեմ։ Առանց աշխատել չի լի մեռնեմ ջանիդ, պետք է աշխատել։ Չեմ ասում, որ հերի մեզանից կներեք էշություն անենք ջի, բայց քու դուրու կտուրա, բաղ ու բաղչայա, բանա, սենց էլի։ Դաշտը դաշտ, բայց ոնց ասում են դրլիգա, այսինքն տնամերձը մշակում է տեղը տեղին, մի սանտիմետր հող դա տարկ պարապ չի մնում։ Նվարդի բոստանում մի մոլախոտ անգամ չպիտի լինի, ամեն ինչ կոկիկ եւ ինչպես ասում են ծիպիկ։ Այս հիմի արդեն քաղելու, փագելու վաղտնա։ Ահա, Սմարոդինան պետք է քաղենք, փագենք Ազիզ ջան, արդեն հասնում է, մեռնեմ ջան։ Խանցը մարգարգում ես քաղաք։ Ինչը։ Ինչ փագում ես։ Ինչը սիրում են, նենը չէ, ասմա չէ, առաջ շատ էի բանանամ, հիմա ասմա չէ, մամ ջան, պետք ալամ ասմա սիսը լիքնա, գարիդես ասմա, մի շիշար խմեմ, չտուժվես, նա էլ չի թողեմ, շատ տուժվեմ, Ազիզ ջան։ Թաքուն ես Այս տարի ծաղիկներս ընգամ պոպոկի ծառը շատ էլ բռնած, ընգավ տակը, այս իմ լավ ծաղկնին աստի դուստա գալի, եկող տարի տեղը փոխիլ տեմ։ Բա ոնց է գտել եք սովորեցիր այդ բանը։ Չէ, այդ մի բանն Ազիզ, ես գտվորը իմը չէր։ Ամեն ինչ նանում եմ, բայց գտվոր։ Այս չորնասլիվայի 2 ծառ եմ թազակցել, այն տանձի ծառա, այդ տխիլ Ազիզ, այս մեր յասամանն է։ Այն բազուկա։ Հա, Ազիզ ջան։ Եկեք։ Բայց բազար չգնաց։ Չէ, այս հիմի հլա այն մի բաղ չեն չես տեհել։ Այս խոտը կրմեմ, եղան։ Ու կրիշիմը դասում եմ կովի հիմա, Ազիզ ջան։ Են գինդես ինչա, ծնեբեկը։ Տենում եք են կանանչը, են ծնեբեկը, հիմի շիթիլել եմ ըստի շարել, գարունքն էլ պտի շիթիլ։ Խաղում ենք սիրուն Ազիզ ջան, ծնեբեկը խաղում ենք արդեն, հլակի, անձրևն եկելա, դու կի, դեղա կի, Սենց ուտեմ, հա, հենց թենց, ուտեսի, իսկականից ամենայն ազնվությամբ, պապուկա, ընտիր, քու դռնիցա, մեր, սիրում, պտպլա, Ազիզ ջան, ես գուդ լոբի են, ես էլ գազարա, ես ճակնդիղա, սենց, կոնդարական անչի ռեհանա, շուտ բնասնելու սուղ սխտոր, մալինա մոշ, Են ինչ չգիտեր եկավ հարս էստեղ սովորեց 19 տարեկանում կատնաղբյուրից հարս եկավ կարմիր աղեկ ու դարձավ գյուղի աչքի լույսը։ Ոնց ասում են համլեզվում կար համձեռքում սկեսուրի ու սկեսրայրի պարծանքներ նվարդը գյուղի պեծ ու կրակը։ Աղջիկ ժամանակ երկող պարող ասմունքով ամեն հարցում առաջավոր էր, միայն թե ասում է ուշքն ու միտքը ոչ թե ամուսնանալն էր, այլ ուսումը։ Ուշք ու միտքս ուսումներ ամուսնացրին ցավը տանեմ։ Առաջի տարին մանկավարժական ինստիտուտից անգլերենից կտրվեցի, քննություն տվեցի։ Բեկալան ամուսնացրին ցավը տանեմ։ Ու երթվեցի այդ օրվանից, որ մինչև իմ կյանքի վերջը, քանի երեխա կունենամ, ինչ կունենամ, լավ կսվորեն թե վատ, պետք է ուսումի տամ իմ երեխեքին, բայց երկուսն էլ լավ սվորեին, համա այս բուջուր աղջիկս, բացարձակ, մեդալակիր, կարմիր դիպլոմ, մագիստրատուրա, դիտությունների թեկնածու իրանց գիրքն էլ գրած, ձեզ կնվիրեմ հիմի գնալուց, Ազիզ ջան։ Հնենց որ
ֆրանսիական համալսարաններից հետ ավարտել օնլայն։ Ես իմ ինչ ասեմ, մեռնեմ ջանիդ։ Ասենց շատ արտակարգ սվորող երեխեք դուս եկան, մենք էլ մեր վերջի լումաններ դրեցինք, որ իրանք հասնեն իմ երեխանց հասցնեմ իրանց նպատակին։ Գիշերն էլ եմ աշխատել, ցերեկն էլ եմ աշխատել, բայց իմ կեսուր պատրոնն էլ իմ հետ են աշխատել, ցավը տանեմ։ Լավն էին կեսուր պատրոնը։ Արտակարգ։ Ասեի մերա մարոժնի մեկ էլա գնամ, մարոժնի բերեմ, ասե չէ, չենք ուտի, փողը տալտեն գրեխեքը սվորեմ են։ Մարոժնի չառնես։ Ամբողջ գյուղի բերանը զարմացած էր մնում, թե Նվարդը ոնց է քաղաքում երկու ուսանող պահում, հագցնում, կապցնում, ոչ մի բանից պակաս չի պահում։ Այն ինչ գյուղում ստեղծում էին, դրանով էլ չէր բավարարվում։ Հարևան արևածագում ծանոթ գյուղական փռում հացեր թխում ու այն մութ ու ցուրտ տարիներին հասցնում Բագրատաշեն վաճառում։ Աղջի ասում են զարմանքով այ ֆրանկ, այդ օ չգիտեմ ինչ։ Խալխը լոռուց Բագրատաշեն ա գնում, որ հաց առնի բերի իր երեխեքին կերակրի, դու լոռուց ես հաց տանում Բագրատաշենում վաճառում։ Մենակ փռան հաց չէի թխել, բայց որ փուրը սարքեցին են ձևի հաց էի թխեմ, ամբողջ գեղն ասեր Նվարդը գամ իր հացը բացանի Նվարդը Հրևաննի սաղ չէ, փուրն ունենք, բայց չէ։ Մեմեն որ Կարինես գալիս ասում է, ինչ կլի մամ ջան, բան անես, փուրը վառի հացի հոտն ընգնի էլի։ Այն բան տարիներին Երևան, վեշեր որ ստի բալկոնը կապեի, Պապն ասեր, հայ բալա ջան, ոնց տեստան, հաշվեի, մին 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 15, 12 կտորվեց, որից մի մեշոկ ալյուր, բերանը կապած, մի մեշոկ կարտոշ, ու մեծ, գիտես, բազարի սումկեք։ Այդքանը ոնց տան։ Ու տանեի ստյան, ավտովեդի կտաներ ծաթեր, գնեի ծաթերի ավտոբուսով, գնեի Վանաձորից, գնեի տենեի ավտոբուս տենամ, ասեր 7 հոգի թմանվի, կգնամ Երևան, եթե չէ, ուրեմն չեմ գնալու։ Նստեինք, կանգառեմ, նստեինք ավտոկայան, մեկ էլ գալիս էր վարորդն ասում էր, որ արդեն թմանվել ա կարեք, վեշերը տեղավորեինք, գնեինք իջնեինք Ազիզջան ավտոկայան Երևան։ Ոչ տրանսպորտ աշխատը, մինել տնենք, մի դռնանի են հին ավտոբուսները, որ կա, մի հատ գալիս ա, ու այսենց, բանի պես ամենայն ազնվությամբ այս է փագեի ավտոբուսի առաջը։ Այդ վարորդն ասեր, իչեք մորքուրի վեշերը դրեք բանը տղեկ հլեին էլի, տնեին հմեր դու մի ասի այդ ավտոբուսը հասնիլ պտի մինչև Սասունցի Դավիթ կայարան։ Բա Սասունցի Դավիթիդ ոնց գնամ։ Իջնեի էտի նորից էտել մի ավտոբուս բռնեի, ցնեի ցավը տանեմ։ Վերջը գնալուց գա որ մութն ընգնան էր, դու մի ասի, գնացել եմ Էրեբունի պտի, ասեն 24 շենք նտի իջնեմ, մի կանգար վերև ա գնացել։ Իչա տե հա շենքը չկա, համարը հասնում եմ թանգարանի մուտքը։ Երկու վեշով, ծունգես գետնին եմ տվել մեշոկը ուսս դրել, քիչ բերել եմ, որ մի կանգար, այդքան վեշը կրեմ ներքև։ Ու գնացել եմ, դուրը թխկացրել եմ, բաց են արել, որ ես եմ, եկել եմ օգնել էտա, վեշերը տարել տուն։ Ու տենց ուսանող ես։ Սենց Ազիզ ջան, անելով ա, մեռնեմ ջանիդ։ Ամենառաջի դեզադորնին, ամենառաջի դուխիները, ամենառաջի ընտիր հագուստները, սվիտրները, դվոյկեքը, ես բերել եմ, առել եմ, կոպեկ տարել եմ Երևան, որ իմ երեխեքը հագնեն, դասի գնան մեկից հետ չմնան ցավը տանը։ Ինչեր է քաշել, ինչեր է տեսել, աղեկ, Ալավերդի, Վանաձոր, Բագրատաշեն ճանապարհներին, իրեն չի խնայել, իր համար ոչինչ չի գնելու, երբ մեծ բեռներով մեծ քաղաք է հասել, այստեղ էլ երևանցիների կամահրանքին ու հաճախ վիրավորանքներին է արժանացել, թե այս գեղեցիկ եկել քաղաքում իրենց տեր ու տնօրեն են զգում, բայց վհատությունը իղձերի կործանումներ նշանակում ու կրեց այդ ամենը, տարավ դառնություններն այսպես երկու ուսանող է պահել
մեծացրել։ Նրանք էլ մեծ հաջողությունների են հասել, բարձր պաշտոններ ունեն, ասում է, բայց նույն հասարակ մարդիկ են։ Գյուղ եկած ժամանակ էլ դաշտ են գնում, էլ քաղաքան անում, եվրոպաներից էլ իր ու Էդիկի համար թանկ նվերներ են բերում, այնպես որ իրենք երջանիկ ծնողներ են։ Այս վերջերում իր հիվանդանալուց հետո արի ուտեց, որ պապն էլ աչքով չտա նվարդին, աչքաթող չի անում, ասում է ամենանուբգար կոնֆետն է բերում, ամենաթարմ միրգը հասցնում իրեն։ Ինչ է սիրտդ ուզում ասա, կոնֆետը կա Ազիզ ջան, ընտիր կոնֆետները, իմ մարդը մի բան է Ազիզ ջան, ինձ լավ է բհեմ։ Այս վիրահատություններից հետո էլ, մի օր աղջի ինձ բժիշկն ասավ բանան կօգտագործես, բանանը էներգիա է, տիկին Նվարդ։ Կարինես որ եկել է, ասում բանան, ասում Կարինե ջան, ուզում բերես, ուզում չէ, ըստարվանուց մորը թմա 600 կիլո բանան եմ առել, որ մերը տուտի։ Բա ոնց, պարտադիր, էջ, այդ մի տեղը կարամ երթում ուտեմ Ազիզ ջան։ Այդ նորա սկսել լավ պահիլը, թե առաջ։ Չէ, առաջ լավ չի։ Ես ենք պահել, ջահել եմ էլ Ազիզ ջան, ես եմ իրան էլ, ամենանտիր, լավ ընկերուհի եմ ունեցել Ազիզ ջան, Ցումի գլխավոր պահեստապետը Տորգի, Ցումի, Տիտանյան Արոյի, կարողա ճնանչեիր ոստիկանությունում ներաշխատեմ, մերը Սուսաննա, իմ քիրացուն է էլ նրա մերը, անտիր որ տրոյկա ու ինչ սալամանդրը կոշիկներ ու ես իմ ինչ էր գալի, առաջինը իմ մարդն է հակել 100 քանի ռուբլյանոց, ասկի գործկոմի նախագահնին չէին հակնում, բայց Էդիկը հակել է, ու ինքը թենց է շարունակվում, համել աղջիկս այն օրը Ֆրանսիայից եկել է, գնացել էր Եվրոմիություն, Պապայ հորս մայիս են բերել եկուց թորս գալտ է, ավտոներով գալտ են, հյուրեր ունեմ եկուց, թորիս ընկերները գալտ են, բանա, մամ ջան կղրգեմ, որ, հորը, տեղը, ինձ մարել, Ազիզ ջան, ասավ դուխ էլ եմ արել, դեյրա էլ եմ արել, ամեն ինչ մամ ջան ղրգիլտ եմ, դարը շոկոլատներ եմ տարբեր արել, ձեզմա, Ազիզ ջան։ Հենց լավ շոկոլատները հասնեն ամենքին էլ մի բուր բաժին կհանի, հարևան կլինի, բարեկամ կլինի, այդպիսին է եղել էս օջախը։ Ազիզ ջան, խառը, էս ավազը բերեմ, լցնեմ, էս է Ռաֆայելոց ես, մեռնեմ ջանի։ Դու ոնց տենում եմ ամեն ինչից պտի ունենաս, քու տունը տենց է։ Ազիզ ջան, էսենց է, միենք այն վաղտել ձևը գիտես որ չկար, գնում էի պոպոկ էի տանում կատնաղ բյուր ծախելու, ընդի իմ պապայի բարեգամներ խանութ բանը, գնում էի ասում էի ինչ կա Ռազմիկ ծածյա, ինչ ունես ասեր արի, հարազատ արի, էս Գուլիվեր, էս բելը չկա, վերջը կրասնի մակ, այդ բերեի ու 3 կիլանոց բանկեքներով այն վաղ զակատանեինք ու դնեինք թարեքները մցավը տան, ամենայն ազնվությամբ, գենք էտա փագենք դնեինք էդ էր 2 տալ եմ ունեցել մի հատ տեքրս ամուսնացել Սարահարթ 3 սենյականոց պապը տուն առել ընտիր մեբելով ամեն ինչով տվել տալներս մեկը Լեջան ամուսնացած մեկը Ձաղիձոր ամուսնացած ընտանիքատեր թորնատեր փեսատեր հարսնատեր Ազիզ ջան լավ մարդիկ են կապված ենք շատ իրար հետ հա գնալ գալ մի բան իրանց տանը շարժվի առանց իրանց աղբորը իմ տալ Մարինեն Լեջանը առանց իր աղբորը մի գաթա թխի դուխովկեն պտի զանգի ասի մի խաչապուրիա հացափուրը վառամ թխեմ թե ինչ ասմա եկեք մենք է շատ վատ մինել տեն մեզ էդիկն ասմա մի սահանի գնացինք նվարդ փուրը վառել էր անկյուն ծածկադմփուց ասե Այն որ ասմա շատ կներես Ազիզ ջան, թավումն է փմեն գոքմ նուտմ է, համիտ այդ հենց, պետք է չէ, խոզը մորթեցին կավա, 80-90 կիլանոց, ամմեքի հմարել, են տալիս տղեն ըստի էր, վոտա, գլուխա, թոքուջի գարա, միսա, կտրեցի էդ դրան, գրգեցի, հմի էլ նրա պայը, մա ես էլ մարինեի պայը, կիսանն էլ երևան երեխանցը, են կիսանն էլ ես մարազիլք են Ազիզ ջան, Համի դուք Ազիզ ջան, խիս է որ սենց եկակ, որ ես այդ սարը միսն ու բանը ես կարեմ չեմ հանեմ, որ հմի հաց սարքեմ, 1000-ից եմ հետ եկել եք ես օջաղը, մերնեմ ջանիտ, բա սենց բան կլի։ Ոչինչ, պետք է սուրճ
Սուրճն էլ կլի, ամեն ինչը կլի, դա պրոբլեմ, տանը ամեն ինչ էլ կա։ Բայց դե չկա այնպիսի մարդ, որ նվարդի օջախից առանց հյուրասիրության դուրս գա ու անցնում է իր մառան։ Անցած տարվա բալի կոմպոտն ու այս տարվա մատղաշ ընկույզի մուրաբան ձեռքին գալիս է ու հրավիրում համտեսին։ Վայ մենք չափագը մենք Ազիզ ջան երկու ջան ենք, ինչ ճիշտն է ճիշտը։ Պապը ինչ է սիրում շատ։ Իրը որ ասեմ շատ չի տենց բան անեմ, ինքն էլ այն բեսախր կոկա-կոլա բանա սիրեմ, թեց Ջահել բաներ, ջահելի բաներ է սիրում։ Բեսախր կոկա-կոլա։ Քուկապոտին ինչ է էլ է որ։ Էտա, հանքային ջուրա շատ սիրեմ, էտ։ Սենց Ազիզ ջան։ Կոլամոլա։ Բարաղը։ Հա ջան։ Քուքաշած արաղը։ Չէ ինքը խմող չի, էդ մի բան է, բացարձակ, չի սիրեմ։ Բայց չի էլ փորձում տենագինը լավ արաղ քաշում։ Հա հազարից է մի հետ։ Հազարից մի հետ Ազիզ ջան։ Բախի ես այդ արաղի գործնել դուք ու վրա վեր կալել ինքը։ Ազիզ չէ կարեմ չի։ Պետք է գիտենան որ կարեն բան անեն քաշեն Ազիզ ջան, չեն կարա, ապրես։ Մի փոքր կողքը Ձերբանը։ Այս տարվա փագած։ Հա նոր եմ փագել Ազիզ ջան։ Ուր ես բացա։ Յա, չսկացա։ Այդ ուրեմն ձեզանից։ Այս քու ծառի պոպոկն է, չէ՞ ոնց կա։ Չէ։ Արել ես։ Էդի գնաբերել ձորիցը, պոպոկը, ես փագել եմ։ Մի դու գնահատականը կտաս։ Այսինքն ես ուր եմ դնում դուք։ Ես դնեմ։ Դե որ ասում ես, մեռնեմ ջանիդ։ Էսա փորձենք, բայց վստահ եմ, որ շատ համով է ալնելու։ Սա էլ հատուկ բան ունի, չէ՞ անելու, ամեն մարդ կարա չես մուրաբենանի։ Համի գամտյան։ Ես ոչ գիտեցել եմ, ոչ արած եմ, ոչ էլ տեղած։ Ազիզ ջան։ Բայց որ եկա ամբողջ գեղավոր պապը բերեր, հասավ գալիս էին առնը մեր տանից է պոպոկը, ձորից է պապը բերում էր։ Դե մուրաբի պոպոկը կռո պոպոկ պետք է լինի։ Լես հարամ։ Բանը կռոտիլի։ Տնեին էփեին կլպեին, արդեն որ բանի, ամմեկս է բլդով վեկալած գեին, վարին կատատի հլատես էփելա թե չէ, հլատես անջատելու թե չէ, հլատես այանքնին համեմունքները գցելու թե չէ, բոլորի մուրաբեքերը կիսուրս, ասեր։ Դե պարզ իրա հարսինն էլ Համի դու հլա գնահատականը դու։ Ընտիր, չափիլա ընտիր չէ։ Խոժորը ես չեմ սիրում։ Մեկ էփում են մեջը դեռ արդեն կոշտացած է հանում։ Փայտացած։ Հա։ Սա մենք մատղաշ քաղել եմ տվել, մի չափսի մաները։ Հա, սենց էլ կա, բայց այդ խոժորը ես չեմ սիրում։ Այն ասեց բերելա մի ծառի, ու մի ծառի պոպոկ։ Ինչպես վառին կան հարսին, ոնց ասում են չտեսնված կնիկ սարքետ չի ամաչում ասել, հայրենի կատնաղբյուրում պտուղ բանջարեղենի ծեսառատությունը չկար, ցուրտ երկիր էր դրա համար էլ դրանց մշակելու մասին հեռավոր պատկերացում ուներ օրիորդ նվարդը։ Սկեսուրն անող դնող կնիկ էր, դե ճիշտ է եթե իր մեջ չլիներ ինքն էլ անող դնող չէր դառնա, բայց դե սկեսուրի ու սկեսրայրի օգնությամբ ամեն ինչի էլ հասավ, ասում է մենակ թե օղորմածիկների սրտին դարդ մնաց, որ սիրելի հարսի համար հարսանի այդպես էլ չարին։ Ազիզ ջան, հունվար ամիսը ամեն ինչը բերել են ըստի կանյակը, յաշիկներով, կլետկեքով, Բաղրամ պապներ խանութ պաննել ես Վարուժի հերը։ Եկավ Ազիզ ջան, հմիկվա պես չի, 2 մետր ու կես ձինը նստեց, ինձ էլ նոր տարուն տուն էին բերել, էդիկն էլ գնացել էր նոր տարի շնորհավորելու հորանցս տուն, ցավը տանեմ, բանարին։ Ճամփեկը փակվեց Ազիզ ջան ամիսով, ես էլ ստի բերեցին ինձ, էտա մի կերպ էդիկին տրակտորներով անց էին կացրել, բերել եկան, ու էլ ասին, բան չէ, հա, խնամա մեծ արկ բանը, թենց բան արին, բայց հարսանիք չէ լավ Ազիզ ջան։ Հարսի շոր չհակ։ Չէ, հարսի շոր չեն հագցրել։ Այսինքն չէ լավ հարսանիք, մեռնեմ ջանի, տել ինչ հագցնեի։ Լավ։ Քնդով տենց ծինգեր, հա, որ Էն էլ ինձ ձևի մեռնեմ ջանի 2 մետր ու կես տարան, որը թողին մի քանի կլետկա մնացածը տարան ետ տվին խանութը, սենց Ազիզ ջան։ Բա ամենամեծը շատ ադաթնինան էիր, ոդ լվանալ, անխոզ մնա, տերմաներ արել է։ Բերեցին որ այդ օրը անեմ պապի, պապն ասավ հլա դենը գնա,
Ասավ ես ջահել մարդ եմ ինձ ինչ էլ որ իմ ոտները դու տես լվարա։ Ինձ ինչ եղել ասավ։ Ջահելին են լավ։ Համե թեն չեն անի։ Ոչ թույլ կտան մեծերը իրանց, ոչ էլ կը։ Ասենք եթե ես անեի կարողա կեսուրս մի քիչ անառողջ կնիկեր, հիվանդ կնիկեր թույլ տար, բայց պապը բացարձակապես ինքը չէր սիրում այդպես բաներ ազիս։ Ինքը մի քիչ ոնց որ արիստոկրատ մարդ։ Այ այդպես ասեմ քեզ ամենայն ազնվությամբ, ես ոչ թե մահացել են ստից եմ գովում, այլ բոլորը գիտեն որ նրանք իմ նկատմամբ ու իմ երկու երեխի նկատմամբ ոնց են ելել։ Ասին մենք հենց մեռնելու ենք նվարդ, որ մենք չենք թողա Վալիկ ջան, որ դու տուժվես։ Դու տուժված ես, դու շատ տանջվել ես, մեզ ամեն ինչ արել ես։ Մենք նենց պետք է մահանանք, որ դու մի օրն ինչա, պետք է դու չտանջվես։ Կիսուրես դու սեկավստի, որ ասի արման գառներն արա։ Գոմը մինչև ուզեր հետ գա, ասավ բռնի նվարդ վեր եմ ընկնում, ինձ տուն տալ մեռա։ Հասցրի կրավաթի վրա, էլ չկար, ցավը տանեմ։ Եկան սրսկեցին ինչ արին, հա մի քանի ժամ հոգեվարքը ոնց որ իրա տևեց ու այդենց կիսուրս թենց մահացավ։ Պապն էլ առավոտը վեր կացավ, ասավ նվար դոշս մի ձևի ցավը մահլակարինեից բերած են կաթլնին բիկաթացրու դու խմե։ Բերեցի լցրի, տվեցի կրիսլոյի վրա, ասի նստածա տանը։ Տվեցի հոկտեմբերի 16-ի առավոտը։ Տվեցի դեղը խմեց, Ազիր ջան, դեղը խմեց, ասավ այս անդերը կտրեմ չի։ Դուս եկավ գնաց, ինչ ես տուալ այդ բանը սարքել էինք։ Դեսը բաղ չեն իր գնում։ Նա ասել ես է բան չեմ սիրեմ։ Գնա առաջ անգամ մտավ ըստի տուալետ։ Էդիկն էլ գնացել է չափը տարել Ազիր ջան, հողերը չափի։ Որ ծորենը պետք է ցանենք, աշնանացանը։ Եկավ, դե ես էլ են ստենյակը մը գործ եմ անը։ Մեկ է տենը մեմ որ պապը այսենց կռանում է։ Վայ ասի պապի վեր ես ընկնում են ստենյակից, այդ ինչ ես անում չարձագանքեց։ Վազեցի, սենց ետ տվի Ազիր ջան, պապը չկա, պապը մահացավ։ Այ այդենց, ասել մենք քեզ մի վարկյան, մի օր, մի ժամ չենք տուժելու, մենք թենց տենք մահանա։ Իրանց ասա ու սաղ գիտեն։ Մենի կշտի չասել երկուսի, որ ասեմ ինձան եմ հնարեմ ցավը տանեմ։ Այդենց ասել դու շատ ես տանջված։ Մենք քեզ տանջիլ չենք նվար ջան։ Ասենց այս 5-րդ տարին է սա որ չկա 92 տարեկան։ Կակավ։ Ցավը տանեմ։ Վեկեներ տեներ որ հնձնեմ ուրխաներ, այդ վերջը չէի թողում, ասեի չէ դոշդ կցավի։ Ուրխաներ որ արդեն հագին հնձել եմ, տենեի ճանջերի աշկի վրա նստել ու մտիկանեմ ու ուրախանում որ ես իրակ տունը բլորած, ասեր դու իմ տունը թողալ չես, դու իմ դուրն ու կտուրը թողալ չես, դու բլորած պահիլտես։ Տենց էլ անում ես։ Всё։ Սկեսուրի ու սկեսրայրի հարցում նվարդի բախտը շատ է բերել, ասում է որ հին հարցներով նստում են հիշում ջահել տարիները, մեկը բողոքում է սկեսուրից, մեկը սկեսրայրից, ինքը մենակ գովում է, դե գովելու են գովում է։ Լվացքի մեքենան դրած Ազիր ջան, թեյնիկը էլեկտրական կա, գազը պաստայաննի կա, այս որ տակ ջուրը գալիս է, տաքուսարը։ Ինչ, այնքան ճմբրենք մերնեմ ջանի տետ լվացքն ու բանը, հա բա, գնա գալիս եմ, դաշտիցը գեի տենեի սենց, դե երեխեք եմ, պուճուր են, սենց հաբակել, կես ուրիս էլ չի կարեմ, որ մի ասեմ անառողջ էր։ Դե նվար ջան, մինչև ժամի քանիսը լվա, մաքրի, հանի փռի, որ ռավոդը ետ գնաս գործի։ Ինքը կյանքում մի դառը խոսքի չի արժանացել ոչ սկեսուրի, ոչ սկեսրայրի կողմից։ Մի նվարդ, մի գյուղ, բոլորին հասնող, բոլորի համար կանգնած, բոլորին թիկունք։ Այդպիսին է նվարդը նաև այսօր, իր տանդռները միշտ բաց է պահում եկող գնացողի հրավիրում, սեղան բացում, վերջում է լիքն ու բարով ճանապարհում։ Ինչ էլ փոխվի, ինչ կարգեր էլ հաստատվեն, ինչ էլ վերանա, նվարդը կմնա իր սկեսրայրի դրած օրենքին հավատարիմ։ Եդնեն հենց գներ, թե չէ, եդնեն վեր ունեի, գերանդին ու գնեի, ասեի պապը մեղկա մենակա գնամ քոմագան եմ, սաղ մտիկ անեին, ասեին հլա նվարդի հնձած ծորին մտիկ արեք, ձեր մարդկեք եք, ձեր հնձած ծորն էլ մտիկ արեք, նվարդի հնձած ծորին էլ մտիկ արեք։ Ազիս ամենափոքրը ես եմ էլ դաշտը, որ գնացել եմ հարսների։
ջրի են ղրգել, հաց սարքելու են ղրգել, ինչ են, ես գլուխս չեմ բծրացրել, ես առաջներուն մենձակնանիք էին սաղազիս, այս անգինտատներ, վարուժիմերը, վերջը, ասեմ, գյուղապետի մերներ, բրիգադրի կնիկներ, մի սուրու կնանիք, թենց մերի ջան, բան եմ արել, դու ասա, սաղի առաջին ես հա, ամենայն ազնվությամբ, ասեին նվարդ գնա, կեի կարտոշկե, պեի հաց, պանիր, թթու, մի շուշել արաղ, վերունեի վազդեի ազիզ ջան, դաշտը, այդ ձևի, ու միջների փոքրը ես էի 19-20 տարեկան, բայց սաղ մերվեցի իրանց հետ, ու շնորհակալ եմ իրանք է շատ շնորհքով, հացով, հարգանքով, ազիզ ջան, իրար հետ 7 հոգով միամանի միջից հաց են կերել, բայց հմի թե ինչ ցավը տանեմ, հմի փոխվելա, հմի ում կողքին կաղնես մինը կիսուրից նա բողոքը, մենը պատրոնից նա բողոքը, աղջի, դեստաղն էլ, բամինն էլ մի բան էլ թող խոսան, մի բան էլ ասեն, ինչ էլ ասեն մեզ մար են ասել, մենձերն էլ են, եթե խոսացել են, մեզ մար են խոսացել, ցավը տանեմ, ու շիմա չեն ասել։ Այսպիսին էր մեր այսօրվա հերոսուհին, քաղցրալեզու, ճարպիկ, հումորով, ամեն ինչ ոնց ասում են տեղը տեղին, ու 70 տարեկանում նրա կենսուրախությունն ու աշխատասիրությունը միայն կարող է հիացնել ու զարմացնել։ Հարգելի հետևորդ, եթե բաժանորդագրված չեք մեր ալիքին, առաջարկում եմ բաժանորդագրվել եւ անպայման հավանել, լայքել այս տեսանյութը։ Ձեր այդ աջակցությամբ հնարավորություն եք տալիս շարունակել աշխատել եւ ներկայացնել ել ավելի հետաքրքիր մարդկանց ու մարդկային զարմանահրաշ պատմություններ։ Շարունակվում է Հրաչյա Պապինյանի Ալավերդի գրքի վաճառքը 1000 էջ եւ 1600 եզակի լուսանկար։ Ալավերդի համայնքի եւ հարևան բնակավայրերի պատմությունը նախաուրարտական շրջանից մինչեւ մեր օրերը, անհայտ մանրամասներ, Ատաշեսյանների ու Արշակունիների շրջան, Լոռու Գյուրիկյան թագավորությունը եւ նրա արքա Դավիթ Անհողինի աշխարհակալ արշավանքները, մոնղոլների, սելջուկների, վրացիների կառավարման շրջան, Ալավերդու խորհրդավոր քարայրերը, Լոռու քաջերի եւ լեզգիների արշավանքների ամենադրամատիկ եւ ամենամանրամասն 150-ամյա պատմությունը, Լոռու ազնվական տների եւ պղնձի 250 տարվա ամբողջական պատմությունը, բոլշևիկյան ապստամբություններ, Լոռու չեզոք գոտի, Թիֆլիս Սանահին երկաթուղու շինարարություն, Ալավերդու թաղամասերի հիմնարկ ձեռնարկությունների կրթական ու մշակութային հաստատությունների հիմնադրում, գործունեություն, նշանավոր շենքերի կառուցման եւ նշանավոր մարդկանց պատմություններ։ Գիրքը կարելի է ձեռք բերել Ալավերդու Կատա սուպերմարկետի գրախանութից, Զայաթնովա փողոցում գտնվող գրախանութից, Valex Garden հյուրանոցի նախասրահի ընդունարանից։ Երևանում այն կարելի է ձեռք բերել Բուկինիստ ցանցի Մաշտոցի պողոտայի եւ Դալմա Garden առևտրի կենտրոնի գրախանութներից։ Գիրք Ալավերդու եւ Լոռու պատմությամբ հետաքրքրվողների եւ ուսանողների համար։